Եկեղեցին հզոր է սուրբերի միջոցով, հզոր է նվիրված, ես խնդրում եմ, գնահատեք իրար, դու եթե հասկանաք ում երեխեքն եք, և ով ացես ծնել, ով ացես դարձրել երկնային թագավորության մեջ աններդ գրել, գիշեր ցրեք փառք տակ այդ Աստծուն և արցուկ թափեք նրա ոտերի վրա, որ Տերը օրհնիչ ես, որտեղ մենք բոլորս մարդ ենք, բոլորս հողից ենք սարքած, լավ մարդ աշխարհում չկա, ու մեջ ապրեց Աստված նա լավ կլինի, ու մեջ չապրեց չի լինի։ Էդի ես պրակտիկ ձևով տեսել եմ, եղբայր կա, տես, մի հատ եղբայր մոտիկացա, մի հատ եղբոր ինչ ասեց, ես զգում եմ, որ Տերը քո մեջ ապրում է, ինչքան լավ է, որ մարդիկ զգան, որ մեր մեջ ապրում Աստված, մենք չենք ապրում, մենք միշտ խաչվում ենք, Պողոսը ամեն ատեն Հիսուսի մահն էր գրում, նա հասկացել էր, որ եթե չմեռնի ամեն ատեն, իր մեջ չի ապրի Աստված, չի ձևավորվի Քրիստոս։ Ես մի գաղտնիք էլ ասեմ, այդ ապրելու վերաբերյալ, Հիսուսի աշակերտները, սիրելիներ, Հիսուսի աշակերտները 3 տարի կես համարյա, ինչ հրաշք չտեսա, ինչ խոսքեր չլսեցին, ընենց բաներ են լսել, որ ես գրքի մեջ գրված չի, ընենց բաներ են տեսել գրքի մեջ գրված չի, դա գրած Հովհաննի 21-ի 25-ում։ Բայց ավազակը 6 ժամվա մեջ լտեսեք ինչ ասում, հիշիր քո թագավորությունով գաս, ես մարդը ոչ թե միան հավատում է հարությանը, հավատում է, որ հավիտենական թագավոր է Հիսուս, հավատում է Քրիստոսի երկրորդ գալստյանը, դες ինչքան բաներ է բացվել այս մարդին, 6 ժամվա մեջ, և ինչի համար։ Հիշում եք մի ավազակը նախատում էր ասում էր, եթե դու ես Քրիստոս, իջիր խաչել, իսկ ինքն ինչ էր ասում, ինքն ինչ էր ասում։ Մենք արժանի ենք, մեր արժանի պատիժն ենք, ասենք ընդունում էր իր մահը, թե չէր ընդունում էր, թե չէր, համ ֆիզիկապես էր մեռնում, համ հոգեպես, ընդունեց իր մահը, աչքերը բացվավ, փշեպսակ, այրան մեջ շաղախվածի ներսը, թագավորին տեսավ, և ասեց, հիշիր ինձ, և քո թագավորությունով գաս։ Այ, մահ ընդունիր, մինչև մահը չընդունես, աչքերը չի բացվում։